Բարև ձեզ, մի հատ նյութ եմ ուզում ցույց տամ ձեզ, որ մենք այստեղ եղել ենք խորաշուն, մի 4 ամիս առաջ երևի, և մեր կազմակերպված այգեշինության աշխատանքներից ներսում համ այգի ենք հիմնել, գազոն ենք ցանել, հողային աշխատանքներ, դրսում էլ ահագին բիոտաներ ենք տնկել, իմ էջերում կարող եք գտնել այդ նյութը հենց, սրանով ինչն եմ ուզում լուսաբանեմ, մի հատ էկրանը փոխեմ, տեսեք Ժորժ ջան, որ այս ծառերից, ոնց ասեմ, 100%-ն էլ կպել է, ինչքան տնկել ենք, բոլորը կպել է, հիմա ցույց տամ, նայեք, սկսենք ստեղից, նայեք, ամբողջը, թե այս շարքը, այս բիոտաները, նայեք, թե սենց առանձին, այս որ ստեղ ավտոյի ստայանքի համար տեղ ենք սարքելու, ես մի հատ ցույց տամ, որ կարողա մտածեն, ասեն, հələ չի երևա եւ այլն, նայեք, սա իրական գույնն է, սա ջարդված ծառի գույնն է, այսինքն ջարդված ճյուղի, տեսեք, այս ճյուղը ջարդված վնասված է, ուզում եմ ասեմ, երբ որ կպած չլիներ, չէ, ինքը, ձերքի սեկատոր չկա, եթե կպած չլինեին, այսենց խամրած ու ավելի վատ վիճակում էին լինելու, նայեք, ծերին ջարդված ճյուղ կա, նայեք, ինչ գույն կլիներ, սրանով ես անկեղծ ուրախանում եմ, ոգևորվում եմ ավելի, որ մեր թիմը ինչ աշխատանքներ է տանում, այսինքն եւ որպես օրինակ էլ ես միշտ լուսաբանում ներկայացնում եմ ձեզ, ինչ եմ սրանով ուզում ասեմ, երբ որ ճշգրիտ ես անում ամեն ինչ, շատ լավ արդյունք ես ունենում, ես չեմ կարող պարծենամ, ասեմ, գիտեք, մենք որտեղ ինչ տնկենք, բոլորը 100% կպնելու է, բնության հետ է մեր աշխատանքը, մենք 100%-անոց գործ կանենք, բայց իհարկե արդյունքն էլ հիմնականում գերազանց է լինում, բայց 100% վստահ լինելով դա մենակ պարծենալ կլինի, որ ամեն ինչը ինչ տնկես, բոլոր քանակությամբ մեկից մեկ կպնելու է։ Ինչևէ Ժորժ ջան, եկա այլ աշխատանքներ ունենք մեր հարգված մարկանցից մեկն է, ես եմ միշտ դա ասում, որտեվ ինքը չի մտածում մենակ իր մասին, ինքը նաև սա իր դրսի տարածքն է, կանաչապատում է, որտեղ դպրոց կա կողքերը, գեղեցկացնում է, սրանով ես եմ միշտ սենց բաներ լուսաբանում, որ ինչքան լավ կլինի, որ ամեն մեկս իսկապես սիրենք մեր հայրենիքը, սիրենք մեր գյուղը, մեր տարածքը, գործնական ցույց տալով, կենաց խմելով առաջնային ենք, մեծ կխոսանք շատերս, ես չեմ ասում կենաց չասես, բայց գործով ինքդ քեզ հարցրու, ինչ ես արել քո հայրենիքում, բացի քո համար, հարևանիդ համար, դիմացինիդ համար, գյուղիդ համար, տարածքիդ համար, խոսքը չի վերաբերում մենակ ծառ տնկելուն, այսինքն սիրենք մեր հայրենիքը, ես թեմայից խիստ դուրս եկա, այս նյութի մասին նաև խոսացի, որ ինչքան լավ է, որ ես հարգում եմ նման մարկանց, դրանից առաջ էլ Արարատի մարզում է էլի մեր հարգված մյուս մարկանցից մեկն էր, որ դրսում է իր այգու դեմն էլ է կանաչապատել, այն որ քարերով սիրուն սարքած եւ այլ։ Ես էլ այնա որ ասում եմ աշխարհի ծերն լինի գնում հասնում եմ իմ գաղափարով, իմ թիմով, իմ գործունեությունն եմ կատարում, Աստված գիտի իմ փայով էլ ես այն որ ասած ինչ եմ անում, թող գնահատող Աստված լինի, բայց ուզում ենք որ հնարավորինս մեր մասնագիտականով օգտակար լինել, որ այսպիսի կանաչ տարածությունները ավելի շատ լինի մեր երկրում։ Իդեպ սա բիոտաներն է, իմ նախորդ նյութերի մեջ կարող եք գտնել, նայեք ջարդված ճյուղը ինչ գույն է լինում։ Այսինքն նորից որպես ապացույց, եթե այս ծառերը չորացած լինեն, իդեպ հələ իրանց բոյը նայեք 3 մետրանոց, 2.5, մինիմում 2 մետրանոց, ես բարձր տեղ եմ կանգնել, այսի նայեք, ամենափոքրից է 2 մետր, այսինքն միջին 2.5-3 մետրանոց ծառեր է, համ ծառի սորտնա շատ լավ, բիոտանա, տույան չի, նայեք սերմերի բանից կիմանա, կենսածառն ասա, իրան շատ լավ ձևավորելու ենք, պատնեշ է դառնալու և գրագետ է արված, նորից եմ շեշտում իմ նյութերում կարող գտնեք, նայեք, մեծ փոսեր ենք փորել, սենց մեծ կատլավան ենք փորել, հատուկ հողախառնուրդ սարքել, համապատասխան խթանիչներով ջրել,
պարտացրել, այս ձմեռը գիտեք ինչքան ձյուն եկավ, ինչ եղավ, ինչ ոնց եղավ։ Ու այսենց փառք Աստծո ունենք այս գերազանց արդյունքը։ Այսենց Ժողովուրդ ջան, լավ եղեք, առողջ ելնենք, բարի ապրենք, հարգենք մեկս մյուսի, սիրենք մեր երկիրը եւ գործի անցնենք։ Ինչ կարող ենք անենք, մենակ մեր մասին չմտածենք։ Այսօր կանք, վաղը չգիտենք ինչ կլինի։ Բոլորս ունենք այդ վաղճանի օրը, բայց դա Աստված իր ժամանակին լինի, բայց հայրենիքը եւ չգիտեմ, բարի անունը կարեւոր բան է։ Մեր անելիքները անենք։ Լավ եղեք, առողջ եղեք, Աստված բոլորիս պահապան։